Համաձայնագիրն ունի կից հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին կանոնագիրք, որը համարվում է դիտարկվող փաստաթղթի անբաժանելի մաս եւ որով սահմանվում են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի եւ միջոցների հիմնական խնդիրները, տեղաբաշխման եւ կիրառման սկզբունքները։ Դիտարկվող համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումն է։ Համաձայնագրի դրույթների իրականացման համար կողմերի լիազորված մարմիններն են երկու պետությունների պաշտպանության նախարարությունները։ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի եւ հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը Ռուսաստանի Դաշնության հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը։ Ինչ վերաբերվում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը։ Համաձայնագրի դրույթներով նախատեսված է, որ խաղաղ ժամանակ կողմերի լիազորված մարմինները կազմակերպում են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի համատեղ կիրառման պլանավորում, հակաօդային պաշտպանության ուղղությամբ իրենց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստությունը։ Ընդ որում նշված միջոցառումներն ընդգրկվում են կողմերի զինված ուժերի կողմից մշակվող ամենամյա համապատասխան պլանների մեջ։ Հարկ եմ համարում նշել, որ խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման համար կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի կայացրած որոշումների ու գործողությունների մասին կողմերի լիազորված մարմինները, այսինքն պաշտպանության նախարարությունները, ծանուցում են միմյանց։ Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, հետագա գործողության հնգամյա ժամանակահատվածով ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթե կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին գրավոր չծանուցի դրա գործողություն դադարեցնելու իր մտադրության մասին հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն 6 ամիս առաջ։ Հաշվի առնելով վերոնշյալը եւ դիտարկվող համաձայնագրի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում նպատակահարմար է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Խաղաղ ժամանակ մենք ինքնուրույն կարող ենք դուք ինչպես ասացիք կիրառել հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ պատերազմական ժամանակ Ռուսաստանի հետ համատեղ պետք է որոշենք մեր օդային տարածքը պաշտպանենք, թե չպաշտպանենք։ Ես կասկածներ ունեմ, որ կարող է որոշակի ռազմաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը ջանքեր գործադրի, որպեսզի մենք մեր օդային տարածքը չպաշտպանենք։ Այս առումով ինձ հետաքրքիր է մենք ընդհանրապես ինչ ենք ստանում, կամ ինչ ենք մենք հակաօդային պաշտպանության համակարգը դնում Ռուսաստանի հետ համատեղ կառավարման տակ, փոխանակ մենք մտածենք ուժեղացնելու մեր սեփական սուվերեն ինքնուրույն հակաօդային պաշտպանության համակարգը։ Եվ ենթադրենք այդ համատեղ իրականացման ժամանակ դա ինչ է ենթադրում։ Ենթադրենք ինքնաթիռ մտել մեր տարածք կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից համատեղին Ռուսաստանը որոշում է որ չարժե այդ ինքնաթիռը խփել ընդհանրապես։ Ինչ ենք մենք համատեղ այդ ինքնաթիռի հարցը լուծում։ Ծայրահեղ ձևով ներկայացնեցիք նման խնդիր չի առաջանում, ինչու եթե դուք ուշադրություն եք դարձնում, ապա նույն համաձայնագրի 6-րդ հոդվածում տված է որ կառավարումը իրականացնում է
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուրեմն զորքերի պետը։ Այսինքն ամբողջ գործողությունները, որը անմիջական կառավարելու է, դա հայաստանյան կողմն է։ Ինչ վերաբերվում է ինչ ենք մենք ունենալու ենք լրացուցիչ օժանդակ ուժեր։ Լրացուցիչ օժանդակ ուժեր ենք ունենալու, որը որ կօգտագործենք ըստ նպատակահարմարության։ Այսինքն Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը պատերազմական եւ խաղաղ իրավիճակում կարող է որոշում կայացնել ռուսական ռազմաբազայում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցով ոչնչացնել օրինակ Ադրբեջանից մտած ինքնաթիռը եւ Պուլտով ասեղմելու ռուս զինվորը, թե ես ասացի, կառավարումը իրականացնում է հայաստանյան կողմը։ Որ դուք ասում եք լրացուցիչ միջոց ենք ստանում, այդ նշանակում է, որ կա հայկական, եւ մենք հիմա լրացուցիչ ստանում ենք ռուսական միջոցները։ Այո։ Հիմա այս ռուսական միջոցը կիրառելու որոշումը կարող իրականացնելու է հայկական հակաօդային պաշտպանության համակարգի պետը։ Կառավարումը իրականացնում է պետը, բայց ես նշեցի, չէ, որ նույն համաձայնագրի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ սահմանվում են կիրառման պլաններ, եւ այդ պլաններում ամեն ինչ ամրագրվելու է եւ սահմանվելու է, եւ դա բաց փաստաթուղթ չի լինելու։ Այսինքն այս բանը կիրառված չի, այս սահմանված չի եւ հստակեցված։ Չէ, մոտեցումները ամրագրված են, բայց այո, կսահմանվեն։ Ունենք հակաօդային պաշտպանություն, միջոցներ, բայց կարող են լինել արձիական, կարող են լինել ոչ այնպիսի բավարար կամ ոչ այնքան օպտիմալ այդ տեղին, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, գործողություններից հետո նոր երևույթների եկած, նույն կամիկաձեների կամ անօդաչու սարքերի դեմ պայքարի շոր մեխանիզմներ։ Ինչ եմ հարցնում այդ կարիքների գնահատումը, որովհետև բաներ կան, որոնք կարող են մեր կողմը նույնիսկ հնարավորություն չունենա ձեռք բերելու, բայց ռուսական կողմը կարող է ապահովել եւ դրանով կարիքների բավարարման խնդիրը ամբողջովին կլինի։ Այդ տեսակի գործողություններ նախատեսվում է անել, թե ինչ ունենք, դրան է միայն խնդրի վերաբերելու։ Պողոսյան, մշտապես է իրականացվում։ Մշտապես կարիքների գնահատման process-ը իրականացվում է եւ բնականաբար ըստ մարտահրավերներին, ըստ անվտանգության միջավայրին համահունչ, նաեւ բնականաբար արդիական միջոցների համալրման խնդիր է առաջանում եւ այդ դրանք այսպես ասեմ, ոչ թե ընթացիկ երկրորդական առումով, այլ ընթացիկ ամենօրյա խնդիր է, որը իրականացվում է եւ ինչ վերաբերվում է նոր տեխնիկայի ձեռքբերման եւ այլ, բնականաբար դա առաջիկայում նախատեսվում է եւ մշտապես պետք է նախատեսվի։ Կարող եմ արձանագրել, որ սա հերթական բուտաֆորիա համաձայնագիրն է։ Ինչ նկատի ունեմ բուտաֆորիա համաձայնագիր ասելով։ Երբ որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները կամ իշխանության ներկայացուցիչները Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացման կարիքները հոգալու պատրանք ստեղծելու համար մի համաձայնագիր են կնքում Ռուսաստանի հետ, որ այ Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների արդյունքում մենք մեր բանը անվտանգության մակարդակը ուժեղացնում ենք։ Եվ հանրությանը կեղծ մեսիջներ են հղում։ Այս նույն դահլիճում Ռուսաստանի մի դաշնության մի ներկայացուցիչի հետ մեր հանդիպման ժամանակ, երբ որ նրանք սմերջ համակարգ էին վաճառել Ադրբեջանին, ես նրան ասացի, որ հիմա մենք ձեզ հետ միասին գտնվում ենք ձեր իսկ վաճառած սմերջ համակարգերի ուղիղ նշանառության տակ։ Ինքը ինչ ասի, ասում է, բա ռուսական ռազմաբազայում գիտեք ինչ զենքեր կան, մեզ ինչ ռուսական ռազմաբազայում ինչ զենքեր կան։ Ռուսաստանը ինքը կորոշի, այդ զենքը օգտագործի Հայաստանը պաշտպանելու, թե Հայաստանը ծնկի բերելու համար։ Եվ 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ամենևին էլ ոչ միայն անհավանական չի, այլև շատ հավանական է, որ այդ Ռուսաստանի հետ համաձայնագրերով մենք կեղծ պատրանք ենք ստեղծում եւ ըստ էության հրաժարվում ենք մեր ինքնիշխան հակաօդային պաշտպանության եւ ընդհանրապես անվտանգության համակարգը ուժեղացնելու
վերաբերյալ։ Այսօր կառավարությունը ինչ պետք է անի, պետք է հակաօդային պաշտպանության համակարգեր գնի, ներկրի, տեղադրի, բայց ինքը դրա փոխարեն գնացել է մի հատ բանա, մի հատ բուտաֆորիա թուղթ ստորագրել Ռուսաստանի հետ, իբր ռուսները մեզ կպաշտպանեն։ Պարոն Զաքարյանն ասում է Ռուսաստանի Դաշնության շահերը, Հայաստանի Հանրապետության շահերը տարածաշրջանում համադրելով։ Ռուսաստանի Դաշնության շահերը ինչ է ասում, ասվել է դեռ 10 տարի առաջ, Հայաստանը ունենալ որպես ֆորպոստ եւ ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, այնքան որ ինքը լինի հլուկ կամակատարի կարգավիճակում։ Եվ այս համաձայնագրերով ըստ էության մենք ինչ ենք անում։ Մենք երրորդ պետությանը, ուրիշ պետությանը մեզ դավաճանելու լծակներ ենք տալիս, որ վճռական պահին նրանք ասեն բան, վայ բանը, մատորը խփել է բանի, այս 300 համակարգի չենք կարա բաց թողենք, կամ ընդհանրապես ոչ մի բան էլ չասեն։ Կամ ընդհանրապես մեզ կեղծ հետախուզական տվյալներ մատակարարեն մեր բանակին, որովհետև ստեղել է, մենք փոխանակ մեր հետախուզական համակարգը ուժեղացնենք։ 15 հատ համաձայնագիր են կնքել, որ Ռուսաստանը մեզ հետախուզական տվյալներ է տալու, ստեղել է գրած դրա մասին։ Տվեց, բայց տվեց։ Պարոն Զաքարյան, ես ձեզ հետ համաձայն եմ, որ շատ անվտանգություն չի լինում, բայց ես ուզում եմ մեր բոլորի շադրությունը հրավիրեմ, որ մենք շատ մեծ անվտանգության փուչիկ ենք ստեղծում այսպիսի համաձայնագրերով։ Սա անթույլատրելի է, եւ ես կարծում եմ, որ պետք է դեմ քվեարկել, չվավերացնել այս համաձայնագրերին եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կառավարության առաջ դնել խնդիր, զարգացնել Հայաստանի ինքնիշխան հակաօդային պաշտպանության համակարգը։ Պետք է Հայաստանը ունենա իր սեփական հզոր անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգը։ Գիտեք, մենք հոգնել ենք պաշտպանության նախարարության եւ ընդհանրապես Հայաստանի իշխանության այդ աչքով ունքով, բա գիտեք, գախտնի այնտեղ բաներ կան, բաներ, չեն կարա հիմա ասեն։ Այդ փուչիկը պայթ է 4 օրվա պատերազմի ընթացքում։ Ոչ մի գախտնի բան էլ չկա։ Դուք շարունակում եք Հայաստանի բուտաֆորիա կեղծ անվտանգության համակարգի կերտումը եւ հիմա 4 օրյա պատերազմից հետո սա արդեն ոչ թե քաղաքական սխալ է, սա արդեն քրեական հանցագործության հետ զուգակցվող բան է եւ այս հարցը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում եւ բոլոր հարթակներում պետք է շատ բան անի։ Ռուսական բազանում գիտեք ինչ լավ զենքեր կան, մենք զենքերը բան անենք, ծախենք, տներ սարքենք ու ջիպեր առնենք։ Սրան պետք է վերջ տրվի եւ ես դեմ եմ քվեարկելու այս ու այս կարգի բոլոր համաձայնագրերին։ Շնորհակալություն։